Հրապարակ թերթը գրում է. Մի քանի շաբաթ առաջ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել հասել է Սաղմոսավանք տերոջին քահանային խրատելու, թե խելքդ գլուխդ հավաքիչ։ Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ՔՓ-ական չլինի, որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել, պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ ՀՀ-ում բոլորը ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցուն, ժողովրդին, հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու Արշավել Սաղմոսավանք։ Ժողովուրդ թերթը գրում է. Պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելով ժողովուրդ օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից $25,500 գումար է հատկացրել։ Մասնավորապես Երևանի քաղաքապետարանը Prodigy SP-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է $9,600,000 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը պարզել է, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է։ Այն ներառում է Facebook, Instagram, TikTok հարթակներում գովազդների կառավարում ու իրականացում։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգևավճարներով փորձում էր պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի կարվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի ուրախ ավտոբուսն ու հատկապես Փաշինյանի անբռնազբոս գերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծաղմելով, կարկանդակ, սուջուխ, լավ շուտում իրար մեջ փսփսում են, թե երբ են խելքը գլխին լուրջ ղեկավար ունենալու ու ազատվելու այս կրկեսից։ Հրապարակ թերթը գրում է. Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբևեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ Մոսկովյան այցերի։ Այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ։ Ավելին կարդալու համար հետևեք Պանորամայեմին։